Նայած բարեփոխումը նպատակ ունի զորակոչիկների թիվը ավելացնել եւ տարբեր ճանապարհներով զորակոչից խուսափելու հնարավորությունները սահմանափակել, ընդհանուր ամբողջությամբ արգելափակել, որպեսզի այն գումարները, որոնք տարբեր ուղիներով հոսում են տարբեր տեղեր, դրանք մտնեն պետական գանձարան եւ նույն ժամանակ մեծ հնարավորություն տան մեծացնելու պրոֆեսիոնալ բանակի հնարավորությունները եւ թվաքանակը։ Ըստ Պաշտպանության նախարարի, այս նախագիծը կառավարության նիստում քննարկվել էր դեռ տարիներ առաջ։ 2022 թվականի սեպտեմբերյան դեպքերից հետո արկախվեց։ Փոխարենն առաջարկվեց հայրենյաց պաշտպան անունը կրող նախագիծը։ 5 տարի ծառայելուց հետո պետությունը քաղաքացուն վճարում է 5 միլիոն դրամ։ Այս թվերը խոսքը վերաբերում է 18 եւ 24 միլիոն դրամ կառավարության առաջարկությունների, որը ենթադրելու է, որ հնարավոր կարճ ժամկետով ծառայելու պարագայում, երբ գումար կվճարեն պետական բյուջե, դրա միջոցով մենք կարողանանք 5 տարի շարունակ 2 պայմանագրային զինծառայողի եւ աշխատավարձ վճարել եւ նաեւ վճարել այն 5 միլիոն դրամ պարգևավճար, որը ստանձնել է կառավարությունը։